կաթը մերան եմ գցել, կտրում ենք, դե որ զտած չի անարատա, տենում ես շիճուկը կաթնալի է, հա, մի քիչ էլ զբաղված եմ էլ կտրում ենք, հետո ֆորմավորում ու անում։ Մի չայլոց կեսուրս ասելա աղջիկ ջան, մարդը իրա մայեն չի հրամի, եթե կաթը լցնում ես թեկուզ քաղաք տանում, այդքան տար, ամոթավոր կամ ջուր խառնվի, կամ կաթը զտես, պանիրը տոկոս անես, մենց կնիկա անընդհատ շեշտեր, մարդն իրա մայեն չի անարատը լի։ Սկեսուրը գլխավերևում է կհաստատի, ազնիվն էլ խաբելու բան չունի, այսօրվա պես հիշում է Ռոզայի խրատներն ու հավատարիմ մնում դրանց։ Կաթ մածունը, պանիրն ու կարագը անարատ կաթից առանց ջուր ու կաթի փոշի խառնելու կամ էլ թե հազար ու մի խարդախության։ Այդպես տարիներով գյուղից քաղաք է հասցրել անարատ կաթնամթերքն ու միսը հաթում ծախել պրծել։ Գործից չի տրտնջացել, չի բողոքել, բախտը չի անիծել, որ ցեխոտ ու թրիքոտ գյուղ է հարզ եկել ու ոնց սկեսուրի այնպես էլ մոր խրատները ականջի հետ չի գցել ազնիվը, հիմա էլ գլուխը բարձր, ճակատը պարզ ապրում է, էլի ստեղծում, էլի չարչարվում։ Իմ ծնողնին մեզ շատ լավ խրատնի են տվել, անընդհատ ասեին, տվողը լեք ուզող չլեք, արեք, ունեցեք։ Ես իմ արել ենք, ես չեմ դժգոհում, 67 տարեկան եմ, շատ ուրախացա, շատ քչերն են ուզում, որ թոշակի անցնեն, բայց ես հաշվի եպտեմ թոշակին գնի, որ խիղճս հանգիստ գնամ, դու սարիցը ձյուն նստել եմ, գյուղում մի բուժքույր չկար, մի սովորցրել եմ միջմկանայինին, հետո երականող չկար, 10 օրով նստել եմ ձյուն, գնացեք է, իմ գործն արել։ Քանի անգամ է կաթը կրակին դրել, ձի նստել ու հիվանդների հետևից սարից հասել գյուղ, նրանց գործն արել պրծել ու էլի սար հասել իր կրակին դրած, իր կաթին, իր ջիլու պանրին տեր դառել։ Արել է ոչ թե որ գովեն, ոչ թե որ միլիոններ էր աշխատում, ոչ թե որ ասեն, թե ազնիվն ուրիշ է, այլ որ այդպես էր կարգը, այլ կերպ չէր կարող, արել է խիղճը հանգիստ, գլուխը բարձին դնի ու քնի, այդպիսին է ազնիվը կաճաճկուտի ավելի քան 40 տարվա բուժքույրը։ Առաջ անգամ որ աշխատավարձ եմ ստացել, դեն ժամանակ 100-ներ, 35 մի նստաներ բուժքույրը, 30 մի պահումներով, ամուսնուս ասի ով է մարդ ենքան փող չի ստանա տանը ռսկով, դե տայինք, տանը տեինք, ասեր, հա, այդքանն էլ հերիքա էդ էր։ Կաճաճկուտի ամենաբարձր թմբին է Դավթյանների տունը, որի հարկի տակ ապրում են արարող ստեղծող մարդիկ։ Ազնիվը միշտ ու ամեն ինչից է գոհ, մեկը կասի կաճաճկուտում անասուն պահելը դժվար է, սարի ճանապարհները քանդված են, խոտ բերելը դժվար է, կաթմածունը քարուքան ճանապարհով քաղաք տանելն ու ծախելը գլխացավանք է, կասեն ու չեն էլ սխալվի, բայց ազնիվը էլի մնում է իր կարծիքին, անողն անում է, դժվարությանն ու չարչարանքին չի նայում։ Էսա մեր աշխատանքը էսա, ես ոչ մի անգամ չեմ տրտնջացել, բոլորը գիտեն, ասում են ազնիվը ետ դզմզեց, ադե ոնց չդզմզես, ամեն աշխատանք, եթե նստես, չես ապրի, բայց որ ուզում ես քու երեխին օգնես, մի հետ քու ծանոթին օգնես, ունենաս։ Դժվար է բռնի տալի, բայց եկավ ջրի վրա ջուր խմեց, ես էլ բռնեց, ստոյ։ Սա ինձ վեր գծեց սպիտակ լավ ձյուն էին կորլիկը, սիրուն նստեի, գնեի, գեի, գործս անեի, սա ինձ վեր գծեց ուրս կոտրեց, վախում եմ էլսկի ձի չեմ նստում, բայց ինձ խելոք ենթարկվում ա, բռնի լատալի։ Խելքի տոն 3 ոնց ասում են գժվել փախել էր, ազնիվն էլ սկեսուրի ծնունդը նշելու պատրաստությունների մեջ էր, ձյուն բռնել կապելու ժամանակ իսկի էլ չուներ։ 96-ամյակը 3 շուքով նշած Ռոզատատը այսօր էլի հյուրերի է սպասում։ 1000 ու մի տեղից շնորհավորանք, բարեմաղթանք է լսել տատը, բայց ամենաքաղցր խոսքը, ամենաքաղցր սուրճը ստանում է հարսից անող դնող ազնիվից։ Ամբողջ կյանքը սարերում անցկացրած տատը առողջ է, կայտառ ու եթե թողնես գործի հարցում 1000 ջահելի կտա ու կանցնի։ Ով մեր տուն ա գալի ասում ազնիվ ջան, կես օրը տանց ես կացե։ Արթուրը սաղքյոր փինկեր ունի տարիներով տատին չեր թե էս աշնանն եկավ ասա, ուի տատի ոնց թե հելեմ նենց էլ մնում ես։ Տատը ոնց ասած, որ ասենք խնամքից չի։ Մի քիչ գեներից, մի քիչ էլ ինքը
Ոչ միսկուտի, հենց ուշ ժամի չի ուտի, ես բուժքույր եմ, մեկ շրջապատումս ասում եմ, աղ չեմ, որ ասում են առողջ ապրելակերպ է, հենց նենց ինքը առանց գիտենալու առողջ ապրելակերպ ապրում։ Երեկվա բացված ճոխ սեղանին այսօր Ազնիվն ավելացրել է տնական քամած մածունն ու պանիրը, սեղանը նորից թարմացրել ու էլի սպասում է հյուրերի։ Տատի սիրելի թոռը ընտանիքով գյուղում չէ, բայց հրահանգել է տատի ծնունդը տեղը տեղին նշել, թե Ռոզանը Ազնիվի սիրելի սկեսուրն է, Ազնիվն էլ ինչքան էլ ջահել ժամանակ սկեսուրի հետ խոսք ու զրույց է ունեցել, նեղվել, բայց մեկ է ոնց ասում են, երեխաներին չի թարսել։ Իմ երեխեքը այսօր էլ աղջիկս էլ խոսացի, էդ էլ ինձանից է, ես ոչ մի անգամ իմ երեխանցը տատի հանդեպ կամ իմ կեսրարի մասին խոսք չկա, ոչ մի անգամ իմ սխալ, թեկուզ դուրս է մեկ է մի տեղքից, բայց իմ երեխեն չի զգացել, դրա համար որ վերև Աստված, ներքև տատը, կարող ասկի ես երկրորդ պլանել եմ Արթուրի հիմա, բայց ուրախ եմ, ծնող կլի կտրտնջա, ասում եմ թող տատի բախտիչն ունենա, երգարապրիչնա, ես էլ պարքաստու խսմաթով եմ, ամուսինս շոֆերա 1000 փորձանքի ռաստեք է, բայց միշտ հաջող անցակաց է։ Զավակները, թոռներն ու ծոռները ոնց ասում են տատի գլխով պտիտ են գալիս ու ինքն էլ առողջությունից բողոք չունի։ Մենակ թե ինքն էլ հարսին նախանձել ու Սարի ճանապարհին ձյուծ վեր է ընկել, ջարդ ու խուրտ եղել, բայց այնպես ոչ մի լուրջ բան։ Մենակ թե արդեն քանի տարի է Սարի ճամփան մոռացել է։ Ռոզան դեռ 17 էր, որ ամուսնացավ հարևանի տղայի հետ։ Ամուսնությունը սիրուց չէր, լաց ու կոծով գնաց հարս, համ ամուսնանալ չէր ուզում, համ էլ ամաչում էր իր ցակ տրեխներից ու շորերից։ Ես ասեմ ջիջարով մարդի դնեի չէ, էտե լացլելով են տվեցավը տանեմ, տկլուարի, սովածինք, բակաս, պրատ, տրխնին հակիս, կաշվից արած, պճղնից բաց, ասեից եմ գնամուր շիտունա, ինչ անեմ։ Ես էլ շատ ջահել 17 տարեկան, հմի 17 տարեկանը հերախոսը նրան դաստիրակելա, իսկ ընդով չկար ոչ մի բան։ Դպրոցի դիրեկտորն եկավ ասավ, պատի տակին նստած ենք, ես ու բիզուս աղջիկը, թայեր ենք, նա էլ ադիր սախ։ Եկա ասավ, խիչ ես դպրոց գալի, ասինք բոբիկ ենք, տկլոր ենք, չենք կարա։ 37 թվին, 38 թվին, ազիզ ջան, կարացել չենք էլի, մենք մեր դպրոցը գնանք, 5-րդ դասարան եմ գնացելու, բրախ է, եկել եմ հասկը հվակելու, գնացել եմ կախանարե, կոլը կաղ է, կարտոշկիրանքի, որ հազվատան, որ ապրենք, հասկն ենք կերը, հասկը, գողացել ենք, գնացել ենք պետե, գողացե բիրե, խանձեկի, ծվրենը հանե կերը։ Թեև Ռոզան սևաթուղ սիրուն աղջիկ էր, այն ժամանակ գեղեցկությանը շատ չէին նայում, կյանքը դժվար էր, մարդիկ էլ ավելի շատ աշխատելու ու տուն պահելու մասին էին մտածում։ Բայց այդ դժվար տարիներն էլ անցան ու մնաց հիշողությունը, թե ոնց էին քչով բավարարվում, բայց պատվով ապրում։ Հա դե թող աղջիկ եմ էլ ես, պսպղան սիրուն չեմ էլ երկար մազեր ունեի քեզպես, մարդս էլ շատ սիրուն տղա էր, բայց դե լավ ենք, լավ ընտանիք ենք, երկու տղա եմ ունեց երկու աղջիկ, թորն ունեմ, ծուրն ունեմ, փառք Աստծո Աստված ջան, գոհ եմ Աստուծնել, մեկվա մեր պետությունը վատը չի, որ պատերազմը չի լիազի ջան, այս հացը կա, կարևորն է կա։ Պակաս պռատ են ապրել մի օր կուշտ, մի օր սոված, բայց խիղճները հանգիստ, դե շատ բան չեն իմացել, չեն տեսել, հիմա էլ որ տատը նորություններ է լսում ու ոնց ասում են գլխից բռնում։ Մայիսի 1-ին հրսանիք եմ էլի, արևը դիբաց, ձնախարը, բնջրապսուկա վրա կալ է, չկել պատրոն անցս տուն գնալը։ Ու ծառը ծաղկաց ազիզ ջան, մայիսի 1-ին, ամուսնացել եմ, 4 երեխես էլ մայիսիա, մեծ պաղնձե թասեր էր, ու թասերումը մի ապրանք մորթեին, երկու շարդ կարտոլ գծեին, մի կտոր միս, ուզում է շատկի, ուզում է քիչ կետա, էլ էսենց բան, որ գոթին ունի, որ մի սեղանումն ենք դնում, եկ չկար,
մի ձևի բան գլուխը թուր փունջանեին, գծեին ու տանեին, ուզում են լավ տանեին գոմումը հարսանիք ածեին, գոմումը, որ արդեն հաց են կերեն, այդ մանին, այդ պղնձե մանին դրդակել են, գնում են գոմումը հարսանիք անեն, որ պարգան, ուրխանան, Զատ չկար ցավտան են, բայց մի փարքաստու, շատ լավն է, նենակ աշխարհը հաղաղլի։ Բայց դե սոված կամ կիսասոված տատը հիմա այն տարիներն է երազում։ Մարդկություն կար, հարևանություն կար, միմյանց գնահատել գիտեին, մեկը մեկի տուն էր գնում, մեկը մեկին հացափող էր տալիս, մինչև իրենցը թխեին։ Երբ հաճաշից հիվանդ կամ ծեր հարևանին բաժին էին հանում։ Հիմա ավելի լավ են ապրում, բայց այդ ամեն ինչը մնացել է անցյալում։ Չկա էլ այդ հարեհասությունը։ Կյանքի ամենալավ տարիները տատն անցկացրել է լալվարի կանաչ փեշերին, սարի ծաղկից հոտ քաշել, ճողունի ու արևի տակ կիթարել, անելիս էլ երգել, բայց սարի ճամփան մոռանալուց հետո սարերի մասին են երգերն էլ մտքից ընկել են։ Ասենք ուր են գնում ենք մեր օզանգու մեր սարը, գնում ենք աղջյարի, գնում ենք մեր սարը ջուրը, գնում ենք մեր վինեն, գնում ենք մեր ադաբը, մենք մեր ամուսնու հետ սար ու ձոր ենք անում։ Այսպես մտքով էլի սար է գնում տատը, էլի հիշում իր մարտաշոտին ու սիրտը էստեղ լցվում է, երգն էլ ընդհատվում։ Կար, սար չեն գնում, գեղումն են պհումով մի կողուն երկու, ընդով բանը չկա, ընդով թողեին ոչ, արտեր թանած, բերք կար, թողեին ոչ քու մի գոջին անց կենա, գնա տնամեր քանդի, ընդով չկար, ընդով խիստ էր, նախագահուն էինք բան, ամի մի գյուղսով էտ կա։ 49 տարեկան էլ է, որ ես հարս եմ եկել, ճարպիկ, աշխույժ, հլահ մի քիչն ասավ, փետը բերում, խուշուրը հվաքում, ես չեմ ասում արա, բայց ինքը աշխատող է։ Դավթյանների ընտանիքում ապրում են խաղաղ իրար հասկացած իրար մասին հոգ տանելով։ Ազնիվն էլ հաճախ ասում է, որ գոհ է իր ժամանակ ծանր բարքեր չկային։ Լավ հասկանում է, որ շատ հարցներ ոնց իր սկեսուրը ժամանակին մեծ ներողություններ է տեսել։ Ու հենց դրա համար էլ իր տան մեջ միշտ փորձում է խաղաղություն պահել, որ հատկապես Ռոզան իրեն հարգված ու հասկացված զգա։ Ոտք լվանալու, տղամարդկանց հետ չխոսքան մնալու, ավանդույթներից տատը հիմա էլ չի բողոքում։ Կարգն է եղել արել են, բայց գոհ է, որ իր ջահելներն այդպես չեն տանջվել։ Անդովադա թերազիչան, եթե լված էլ չինք, կմակնե ունտեին ու դուզ գտեին, հուջաթանեին կամ մի բան, չէ, անդովադա թեր, պատրոնը տուն եկավ, անսա շորը հանեց, պտի կախանեց, շորը վեր ունեց, իրա ինքը կնստի, հրիգունու ոտները հանիլտես, տակ ջուրը վրենա, անդով տոք չկար, զատ չկար, պեչկի վրա դրած, պտի ոտները լվանած, որ այդ մարդը գործատեղից եկել է հանգստանը։ Կես ռուսել էր օրոցա ունեցե, 5 ամսկան երեխա ունեցե։ Ուզած, չուզած, ստյանել եմ ջուրտարեն, դերել եմ ջուրտարե, որ իրան երեխան լողացնի, պայի։ Լսել ենք, որ օջաղ ենք դարի աղջիկ ճան։ Բերան բաց եք տվին մի գլխի շուար առան տվին ինձ, մի բաժագիա թրջիխ արաղ դրին, ասին արի խոսա, ես էլ ինձ էլ էտ էր պետքն էլի, Ուզեիր խոսալ։ ես խոսալ դժվարան էի, ես էլ ինձ էտ էր պետքը խոսացի, ես պատրոնս էր, պատրոնից աղբերներ, երկուսի հետ էլ խոսի էլի, դե ինձ վադա թեր ես շատ գիտեմ այ բալա։ Այս մի հարցում կարոտաղ չկա, գնայելի է չգա բարքերն, ասում է տատը։ Ռոզայի ժամանակներն անցել են, այն ժամանակ կյանքը խիստ է, շատ բաներ մեծերն էին որոշում, ասում է հարսը։ Հիմա ժամանակները փոխվել են, կյանքում ավելի շատ ազատություն կա, բայց ազատությունը երբեմն չափ ու սահման է անցնում, ասում է Ազնիվը։ Ախր ումն ենք, ընթորինակ ողենք, լավն ընթորինակ ենք, քեզ պետք է նա մերկա գալի, թե ոնց է գալի, դու հայ ես, մենք երկչուհիներ ենք ունեցել,
չեմ շեշտում անունները, բոլորը գիտեն, համեստ, կանգնած, հիմի չգիտես երգում են, պար են գալի, հա, թե բեմի վրա, ոնց որ ստրիպտիզ կլուբի պարուհիները լեն, անհարմար է, մեր հայ գենը, պահեն, հայ գենը պահեն, ուրիշ ոչ մի բան։ Ազնիվն էլ ամուսինն էլ Վարդգեծը քաղաքում են աշխատել, բայց գյուղից չեն հեռացել։ Հիմա էլ միտք չունեն, իրենցը լալվարի փեշին ծվարած կաճաճկուտն է, անասնապահությունը, որով էլ էստեղ ապրում են։ Անցյալ տարվա խոտը միջև սոր ուտացես, նոր բաց եմ արել։ Տակը լրիվ տուկ կա, Այսինքն հերիք, հա։ Շատ։ Դեռ մնալ դե դուրդան կտրել եմ տյանը դենը մնալ։ Խոտի վաղտ Արթուր եկել օգն է, ընձիլ տվեք, կրել դե 10 ու գնացինք։ Ազնիվն էլ առանց գյուղի ու գյուղից հեղոտ ճանապարհների կյանք չունի։ 13 տարի մի ոտքը քաղաքում է եղել, քարուքան ճանապարհով ամեն օր գնացել եկել է, այնտեղ աշխատել, բայց մտքի ծայրով էլ չի անցել քաղաքում տուն առնել ու ապրել։ Այնպես չի, որ չեն ունեցել կամ հիմա չունեն։ Երեք է երկուկով ծախել, միլիոնը վերցրել ու այդպես շատ միլիոններ են ստեղծել, բայց կաճաճկուտից հեռու տուն առնելու մասին չեն էլ մտածել։ Աքոր ու աղջիկ եմ, բայց կաճաճկուտի հարսեմ, կաճաճկուտին ոչ մի անգամ չեմ փնովե նրա համար, որ օր ներկու անգամ իմ աքորովը գնացել է մեկ է։ Կարող է ես ճոճ կանել էի, օձունել էի, չէի մնացել, իմ կարոտությունից եկել էի աքորի, չեմ կարասեմ։ Իսկ դրսին թող ով որտեղ որ ասել մեր տատին հաջողություն ունենա աշխատանքում, կյանքում, բայց լավ կլի հետ դառնան իրանց տուն, իրանց հայրենիքը, իրանց վաթանը, ձգում է մարդուն իրա, ով էլ խոսում է, միշտ կարոտով է խոսում, դրսի ով որ խոսում է, ինչքան էլ լավ կյանքը կա, այս գյուղից տղա կա, ապահովված է ամեն ձևի, բայց էլի գյուղում հիմք է դնում, խանութ է դնում կամ մի բան, մտածելով որ հետոն կգա, թեկուզ զավակները չգան, գոնե իրանք կգան։ Ազնիվն ասում է, ինչ էլ լինի, ինքը գոհ է, որ գյուղից չեն գնացել։ Էստեղ են ապրել, էստեղ են աշխատել, էստեղ էլ տուն ու տեղ են պահել։ Բայց սիրտը ցավում է, երբ տեսնում է, թե ինչպես են գյուղի ջահելները մեկը մյուսին նայելով գնում քաղաք։ Ամեն գնացողի հետ գյուղն ավելի է լռում, այնին ջահելով է, որ գյուղն ապրում է, բայց ամեն դեպքում լավատես է ու հույսով, որ մի օր նորից կգան, նորից բակերը կլցվեն մարդկանց ձայնով, ծիծաղով ու կյանքով։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։